Բարև ձեզ, ես երկու րոպե երևի 3 կետ ասինքն նախաբանի որպես մեկնարկ ասեմ, հետո արդեն հարցերով շարունակենք։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել 3 կետի վրա, նախ ուզում եմ դուք էլ ինքներդ հարցնեք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ինչ սոցիոլոգիական հարցումներ է ստանում, ինչպիսին է նրա մոտ պատկերը, որ որոշել է այս շրջանից սկսած սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով, ինչքան վատ պիտի լինի որևէ քաղաքական ուժի վիճակ, որ դիմի նման ծայրահեղ քայլի, որովհետև այո, սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը ծայրահեղ քայլ է։ Երկրորդը, որ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, այն է, որ մեզ արդեն տևական ժամանակ է ասում են, որ Հայաստանում առկա է հիբրիդային սպառնալիք, որ ընտրություններից առաջ այդ սպառնալիքը սրվում է միայն, անգամ արտաքին հետախուզական ծառայությունը իր զեկույցում անդրադառնալուց բացի մի առանձին հայտարարությամբ հանդես եկավ, նշեց, որ բացահայտվել է կոնկրետ երկրի հատուկ ծառայության միջամտության դեպք։ Ես պարզ հարց ունեմ մեր ինքնիշխաններին, ճակերտավոր ինքնիշխաններին, եթե տենց կոնկրետ դեպքեր են բացահայտվել, եթե այդքան կոնկրետ տեղեկություններ ունեք, ինքնիշխաններ, ինչու՞ խնդիր է, որ կաշկանդված եք տալ այն պետության անունը, որը մեր համար ներկայացնում է այդ սպառնալիքը, ինչպես կարող է ինքնիշխանությունը ունենալ սահմանափակում, ինչից եք վախենում ընդհանրապես, ինչ կաշկանդում ունեք, դա հենց ինքնիշխանության սահմանափակում չէ արդյոք, որ դուք նկարագրում եք սպառնալիք, չափազանց կոնկրետությամբ, բայց կաշկանդված եք ասել, որ երկրից է գալիս այդ սպառնալիքը, ինձ գուցե չեք ասում, որ գնաք Բրյուսել, մի բան ասեք, գնաք Մոսկվա, մեկ այլ բան ասեք։ Սա երկրորդ դրվագը եւ երրորդ դրվագը, որի վրա ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել, դուք այս վերջին ամիսներին հատկապես ականատես եք եղել, թե ինչպես են էլի փորձում մեր ուժի նկատմամբ, ինչ են ասում են Հայաստան խմբակցությունը գալու է եւ Գյումրի 2 սցենար է իրականացնելու։ Սպառնում են Գյումրի 2-ում, չնայած Գյումրի 2-ում Գյումրիում որևէ հակաօրինական բան տեղի չի ունեցել եւ ինչ տեղի է ունեցել, դա օրինականության, քաղաքականության շրջանակներում ավելին քպն չի բողոքարկել Գյումրիի ընտրության արդյունքները, բայց հաջորդ նախադասությամբ ասում են Հայաստան խմբակցությունը ՇՄ հաղթահարելու շանս չունի։ Ես հորդորը դիմում, կոչով եմ դիմում, կողմնորոշվեք վերջը, մենք ՇՄ չենք հաղթահարելու, թե գալու ենք Գյումրի 2 ենք անելու, այս երկու հայտարարությունները իրար հակասում են, ճիշտ այնպես, ինչպես հակասում են ձեր հայտարարությունները խաղաղության մասին ու այն մասին, որ Ալիևը մեր դեմ պատերազմի է պատրաստվում։ Այսքանը որպես նախաբան կարող ենք անցնել հարցերին։ Ես միայն ջուր վերցնեմ։ Խնդրեմ, Սիվիկեյը։ Այո, լսում։ Շնորհակալություն, Տիկին Վարդանյան, նախորդ ճեպազրույցի ժամանակ ձեր խմբակցության անդամ պարոն Կարնիկ Դանիելյանը հայտարարեց, որ դուք նույնպես սոցիոլոգիական ներքին հարցումներ եք արել եւ բավականին լավ արդյունքներ եք արձանագրել։ Ինչն է պատճառը, Տիկին Վարդանյան, որ չեք հրապարակում այդ հարցումները, եթե այդքան բարենպաստ պատկեր է ձեզ համար ձևավորվել։ Երկրորդ հարցը վերաբերում է ձեր ընդդիմադիր գործընկերների կողմից ձեր հասցեին վերջին շրջանում ակտիվացած կոշտ քննադատությանը, վստահ եմ հետևել եք հատկապես երրորդ նախագահի թիմից ձեզ ուղված կշտամբանքներին, որ դուք մասնակցելով խորհրդարանական ընտրություններին պառակտում եք ընդդիմադիր դաշտը, ավելին փոշիացնելու եք ընդդիմադիր բևեռի ձայները։ Այս կշտամբանքներին պատասխան ինչ կասեք եւ երեք ձեր մեկ այլ գործընկեր պարոն Իշխան Սաղաթելյանը ենթադրում եմ հայրենադարձների հետ երկրորդ նախագահի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է, մեջբերում եմ, հստակ հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտում մենք չունենք թիրախներ, մեր թիրախը օրվա վարչախումբն է, իսկ ընդդիմադիր դաշտի ուժերը մեր գործընկերներն են, պայքարի ընկերները։ Բայց հաճախ մեր այս կոչը այլ կերպ է մեկնաբանվում եւ դաշտում հայտնված ինչ որ նորեկներ, չեմ հասկանում, մեր դեմ են պայքարում, թե այսօրվա իշխանության։ Պարոն Իշխան Սաղաթելյանը ում նկատի ունի նորեկներ ասելով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցումների հետ կապված քաղաքական ուժը հուսով եմ Հայաստանում դեռ ազատությունը կա հարցումներ իրականացնելու իր համար ու հրապարակել չհրապարակելը իր որոշման տիրույթում է,
մենք հարցումներ իրականացնում ենք մեզ համար, տեսնելու մեր որ նարատիվները ինչպես են աշխատում եւ որ ուղղությամբ պիտի շարունակենք աշխատանքները, եթե ձեզ շատ են հետաքրքրում հարցումների արդյունքները, հենց հիմա հրապարակեմ դրանցից մի դրվագ, ըստ հարցումների ոչ միայն մեր իրականացած, բայց նաեւ մեր իրականացրած Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողանում ձևավորել մեծամասնություն, այլ նաեւ ընդդիմադիր ուժերը այս պահին հանրագումարում ունեն ավելի շատ արդյունք, ունեն ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանը։ Կոնկրետ արդյունք հրապարակեցի։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, որը քննադատությանը։ Շատ խորհրդանշական է, որ Civic-ը նա այս հարցը ուղղում, դրան էլ շատ ուղիղ պատասխանեմ, մենք ի տարբերություն իշխող ուժի շատ տոլերանտ ենք ցանկացած քննադատության, քննարկման ու բազմակարծության համար ու որևէ խնդիր չենք տեսնում դրա մեջ, որ երբ նպատակահարմար ենք համարում, պատասխանում ենք դրան, առանց մարդկանց ոչի լանվանելու, առանց մարդկանց պիտակավորումների, առանց ԱԱԾ լցնելու սպառնալիքների, որովհետև իրականում ունենք այդ արժեքները բազմակարծության, ժողովրդավարության ու քննարկումների, բնական է, ընտրությունների նախաշեմ է, տարբեր քաղաքական ուժեր ունեն տարբեր դիրքավորումներ, ամեն մեկը փորձում է արդարացնել իր դիրքավորումը։ Մեր իսկ սահուն անցնելով երրորդ հարցին, այնինչ դուք ընթերցեցիք մեջբերումը Իշխան Սաղաթելյանից, դա մեր կարող եք համարել մանիֆեստն է, դա հնչեցվել է նաև Դաշնքի մասին հայտարարման միջոցառմանը պաշտոնապես, եթե կան ուժեր, ում համար դաշտում լինելու մնալու համար թիրախ պիտի լինեն ընդդիմադիրները, երևի կան այդպիսիները, մեր համար ընդդիմադիրները թիրախ չեն, մենք կարծում ենք դա ուժերի վատնում է այդ ուղղությամբ որևէ ջանք դնելը, կենտրոնացած ենք բացառապես իշխող ուժի վերարտադրությունը կանխելուն, մեր ամբողջ ջանքերը այդտեղ են ուղղված, եթե կհնչի այնպիսի ասելիք, մեղադրանք մեր նկատմամբ, որը կհամարենք, որ արժանի է պատասխանի, դրան պատասխանում ենք։ Ընդհանուր առմամբ որևէ տարօրինակ բան չկա, որ տարբեր քաղաքական ուժեր կարող են քննադատել միմյանց, կարող են ինչ-որ կարծիք հնչեցնել։ Հենց դրա համար էլ մենք տարբեր քաղաքական ուժեր ենք։ Հիմա կհարցնեն մնացած ձեր գործընկերներ, ժամանակ մնա դուք անպայման կլրացնեք։ Խնդիր չկա։ Ընդդիմադիր դաշտը պարակտելու, ընդդիմության ձայները փոշիացնելու հետ կապված դիտարկմանը ինչպես կարձագանք եք որտեղ։ Սիրով արձագանք եմ, ի տարբերություն իշխանական դաշտի, որտեղ կա մեկ ուժ եւ որևէ այլ ուժ չի հաղթարում շեմը, ընդդիմադիր դաշտը, սիրելի քաղաքացիներ, ձեզ ընձեռնում է ըստ ձեր ճաշակի, ըստ ձեր համոզումի քվեարկելու հնարավորություն, ընդդիմադիր դաշտը մեկ ուժից բաղկացած չէ, ընդդիմադիր դաշտը բազմազան է եւ դրանով կարող է մոբիլիզացնել տարբեր շերտեր, այնպես որ սիրելի քաղաքացիներ, ազատ եք ընտրել այն ուժին, ով ձեզ դուր է գալիս։ Եթե Հայաստան խմբակցությանն է վերաբերում ձայները փոշիացնելու մեղադրանքը, կարող եմ վստահեցնել բոլորին, որ այդպիսի վտանգ ընդհանրապես չկա, ես վստահ եմ, որ դրա մասին ընտրությունների արդյունքները իհարկե կվկայեն, բայց դրա մասին վստահաբար կվկայեն նաև բոլոր այն հարցումները, որոնք կհրապարակվեն, եւ ընդհանրապես շատ հետաքրքիր կլինի այդ մարդկանց դեմքին նայել հունիսի 8-ին։ Հանրային երկրորդ հեռուստաընկերություն։ Տիկին Վարդանյան, դուք քիչ առաջ ասացիք, որ հիբրիդային պատերազմի հետ կապված իշխանությունները չեն տալիս Ռուսաստանի անունը, վախենում են, չեն տալիս հարաբերությունները փչացնելուց, թե չեն ուզում տան, որովհետև իրականում լավ հարաբերություններ ունեն, բայց դա պետք է, որ ընտրություններում նաև այդ հատվածի ձայները վերցնեն։ Էլի մեկ անգամ եւս դիմելով իշխող ուժին, մի վախեցեք, այդքան սարսափելի չի, Ռուսաստան, ասեք, Ռուսաստան, եթե սպառնալիք այդտեղից կա։ Չէ, ինչու չեն տալիս, թողնելով իրենց մանևրելու հնարավորություն, կրկնում եմ, որ գնան Բրյուսել, աջակցություն փորձեն ստանալ, մատնանշելով, որ սպառնալիք կա Ռուսաստանից, գնան Ռուսաստան, աջակցություն փորձեն ստանալ, ասելով, որ չէ, այն հայտարարությունները, որ անում ենք, դա ձեր դեմ ուղղված չի։ Այսինքն տեսնում ենք, որ որևէ հարցում սկսած ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքականություն չկա սկզբունքայնություն, չկա հետևողականություն, կա խաբել, միայն խաբել։ Չեն տալիս, որպեսզի չլինի որևէ կոնկրետություն, չեն տալիս, որպեսզի այն եթե ուղիղ մատնանշեն, բնական է, որ դրան պիտի լինի հակազդեցություն։ Այսինքն արձագանք պիտի լինի, հակազդեցությունը սխալ բառ է, արձագանք պիտի լինի։ Հիմա
ինչու չեն տալիս, ինձ թվում է իրենց պետք է ուղեք, այստեղ բրիֆինգի են, կարելի է հարցնել, հասկանում եք, արտաքին հետախուզական ծառայությունը կոնկրետ հայտարարություն է հրապարակել, ասել է կոնկրետ երկրի ուժային կառույցի միջամտությամբ փորձ են արձանագրել։ Հիմա երկրի անունը չտալը ո՞րն է, այս Հարի Փոթերը չի, որտեղ Վոլդեմորտի անունը չեն տալիս։ Էս է ընդհանուր պատկերը։ Հանրային ռադիո։ Տիկին Վարդանյան, անհետ կորածների հարազատները մի քանի օր է պահանջում են 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը։ Ինձ հետաքրքիր է ձեր խմբակցությունից շփումներ եղել են հարազատների հետ եւ որքանով եք հնարավոր համարում, որ այդ զեկույցը կքննարկվի օրինակ փակ ձևաչափով անհետ կորածների ծնողների հետ, հաշվի առնելով, որ արդեն ազգային ժողովում կազմակերպվել են նման փակ հանդիպումներ։ Շնորհակալ եմ հարցի համար, առիթից օգտվելով անդրադառնամ 3 տեղի ունեցած միջադեպին, բառացիորեն մի քանի րոպե առաջ մենք հանդիպել էինք ծնողների հետ, իմ գործընկերները տարբեր ովքեր դուրս էին եկել նույն մուտքից եւ լսել էինք նույն պահանջները, լսել էինք նույն հարցերը եւ բնականաբար չէր եղել են արձագանքու միջադեպը, որը 3 տեղ ունեցավ ԱԺ նախագահի հետ, որը պարբերաբար բնույթ է կրում, այսինքն այստեղ էլ կարող ենք տեսնել տարբերությունները։ Ոչ միայն 3 այս անցնող օրերին իմ գործընկերները հանդիպել են ծնողների հետ, 3 իմ գործընկերուհի Աննա Գրիգորյանը բարձրաձայնել է այդ հարցը եւ առիթից օգտվելով կրկնեմ մեր պաշտոնական դիրքորոշումը։ 44-օրյա պատերազմի հետևանքները քննող, հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մենք չենք մասնակցել, որովհետեւ ասել ենք, որ Անդրանիկ Քոչյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները, առավել եւս օբյեկտիվ գնահատականներ տալ դրանց։ Այդ հիմնավոր մեկնաբանությամբ չենք մասնակցել, բայց արդյունքում իրենք խոստացել են բացահայտել պատերազմի հանգամանքները ու ամբողջ ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը անգամ PR շոու է նախաձեռնել ու ասել է այ ես գալիս եմ այստեղ ժամերով զեկույց եմ տալիս ի վերջո կտեսնեք ինչ է եղել, ոնց է եղել, ակնարկել է որ ընդդիմադիրներն են մեղավոր, այսինքն այն դեպքում երբ իրենք քննել են իրենց իսկ ենթադրյալ հանցագործությունները, ստացել են մի փաստաթուղթ, որի տակ չի ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները ու ֆորմալ առումով զեկույց որպես այդպեսին գոյություն չունի, բայց բնականաբար հարց է առաջանում այդ փաստաթուղթը, որ իրենք ստացել են, ինչու չեն հրապարակում կամ ինչ որ ֆորմատով չեն քննարկում եւ մենք իհարկե ասում ենք, որ այդ փաստաթուղթը եթե ունեք, այդքան աշխատել եք, խոստացել եք բացահայտում, բերեք, եթե ինչ որ գաղտնիության խնդիր կա, բերեք գոնե քննարկեք, հասկանանք ինչի մասին է։ Դրան զեկույց չենք անվանում, մենք չենք համարում, որ դա օբյեկտիվ է, բայց այո, հանրային օբյեկտիվ պահանջ կա, գոնե այն ինչ որ ստացել են, դրան ծանոթ լինելու։ Մենք դրա համար երեք իմ գործընկերը բարձրաձայնել է այդ հարցը, գործընկերուհի Աննա Գրիգորյանը ու անհետ կորածների ոչ միայն հարազատների, այլ ընդհանրապես ավելի շատ հարցեր է առաջացնում, ի վերջո իրենք իսկ իրենց ստացած փաստաթուղթը ինչու են ծածկադմփոց անում ու այդպես շահագրգիռ, որ դա որևէ տեղ չդրսևորվի, որևէ կերպ չքննարկվի։ Սա ոչ թե հարցերի է պատասխանում, այլ ավելի շատ հարցեր է առաջացնում։ Եթե պատասխանեցի հարցին։ Հարցեր խնդրեմ, կարճ հարց։ Անդիմադիր բևեռից հնչող հայտարարությունների եւ դրան ի արձագանք ձեր թիմի որոշ ներկայացուցիչների կոշտ հակադարձություններին Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Տիկին Գոհար Մելոյանը վերջերս Free News-ի եթերում, եթե չեմ սխալվում, անդրադառնալով խորհրդարանում հնարավոր գործակցության մասին, ընդդիմադիր ուժերի միջև կոալիցիաների ձևավորման թեմային, ասել էր, որ բացառում է Ուժեղ Հայաստանը Ռոբերտ Քոչյանի հետ գործակցություն, այսինքն վարչապետի տեխնացու, եթե առաջադրվի ձեր քաղաքական ուժի լիդերը, նրանք չեն քվեարկի պարոն Ռոբերտ Քոչյանի օգտին։ Հետո ձեր թիմից շատ կոշտ արձագանքեցին Մելոյանի այդ հայտարարությանը, խնդրում եմ պարզաբանել, եթե Ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուն լինի Սամվել Կարապետյանը, դուք Հայաստան դաշինքը կքվեարկի նրա օգտին, թե ոչ։ Մի քիչ դեպքերից առաջ անցնենք։ Այս ինտրիգների կանխատեսումը չի դադարում, շնորհակալություն հարցի համար, շատ ուղիղ պատասխան եմ, մենք հայտարարել ենք, հիմա էլ կրկնում եմ հայտարարությունը, մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Հայաստանում պետք է, այո, իշխանության գա մարդը, ով ամենաշատ վստահություն քվեն է ստացել ժողովրդի կողմից, եւ մենք այդ տրամաբանությամբ ենք առաջ շարժվում։ Եթե որևէ ուժ առանց մասնավորեցնելու
հայտարարում է, որ եթե իրենից է կախված լինելու փոփոխությունը, ու ինքը այդ քայլին չի գնալու, մեր հակազդեցությունը կամ մեր ազդեցությունը պետք չի թող քաղաքացիների արժե պատասխան տա։ Որևէ խնդիր չենք տեսնում։ Մենք ասում ենք, եթե մեզնից է կախված լինելու փոփոխությունը, մենք բնականաբար չենք առաջնորդվելու, որ պարտադիր մեր տեխնացուն պետք է լինի վարչապետ։ Առաջնորդվելու ենք, որ լինի փոփոխություն։ Եթե որևէ այլ ուժ ունի այլ տրամաբանություն, ինքը դրա համար պիտի մեր արժև չէ, հանրությանը պատասխան տա, որ գիտեք այս պատճառներով թող հանրությունը դատի որքան հիմնավոր կարող է լինել փոփոխություն, բայց մենք չգնացինք այդ քայլին։ Սա է մեր դիրքորոշումը, ամեն քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումը։ Բերդքոչյանն ասում է ամենափորձառու տեխնացուն ես եմ, ճգնաժամային իրավիճակներում Հաջորդ կառավարելու ուրբակցությունը եկել է արդեն ժամանակը։ Ամբիցիաների խնդիր չկա, ամեն տեխնացու ներկայացնում է իր ուժեղ կողմերը, երկրի ղեկավար պետք է լինի այն անձը, ով կստանա ամենաշատ քվեները մեր հանրության կողմից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ես մի քանի թեմա եմ ուզում նախաբանով անդրադառնալ։ Առաջինը վերաբերում է անցնող քարորիայի օրերին, անհետ կորած մեր հայրենակիցների, հարազատների, ընտանիքի անդամների, տարբեր գործիչների եւ հասարակական կազմակերպությունների խորհրդարանում հանդիպումներին։ Գիտեք, գլխավոր պահանջը, որը ձևակերպել է, հետևյալն է. մարդիկ պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի զեկույցը։ Այս թեմային գնահատական եւ մեկնաբանություններ տալու համար մի փոքր պետք է խորքից գալ։ Իհարկե, ես առիթ ունեցել եմ ոչ միայն վերջին օրերին, այլ նաեւ հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում տարբեր առիթներով անառիթ զրուցելու պատերազմի հետևանքով եւ նահատակված եւ անհետ կորած վիրավորված մեծ թվով անձանց հարազատների հետ, բայց թեմայի հետ կապված էությունը կարծում եմ շատ ավելի հստակ է։ Պատերազմի ավարտից հետո, երբ որ հատկապես էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, իշխանությունները մարդկանց խոստացել են զեկույցի միջոցով արձագանքել եւ նշել հստակորեն մեղավորներին, պատերազմի պատասխանատուներին, պատերազմական տարբեր դրվագների հետ կապված տալ հստակ գնահատականներ։ Դրվագները առաջին հերթին վերաբերում են բոլորային իրավիճակներին, որոնք կապված են մարդկանց նահատակություններին, գերեվարման դեպքերին, անհետ կորելու հանգամանքներին եւ այլն։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ այդ զեկույցը պատրաստվել է, դրա իրավական վիճակի հետ կապված, գիտեք, նույնիսկ իշխանության ներսում է բավականին հակասական եւ բարդ իրավիճակ ստեղծվել, եւ ըստ էության այս պահին այդ զեկույցը ունի արխիվացվածի կարգավիճակ։ Բայց խնդիրը նաեւ այլտեղ է, ի սկզբանե, երբ որ քննիչ հանձնաժողով ստեղծվելու մասին որոշում եղավ, մեր խմբակցության դիրքորոշումը եղել է շատ հստակ, պատերազմի ժամանակ պաշտոն եւ քաղաքական պատասխանատվություն զբաղեցնող անձինք իրենք չեն կարող որևէ հանձնաժողովի միջոցով արդար եւ օբյեկտիվ քննություն անցկացնել եւ ըստ այդմ ընդգծել մեղավորների պատասխանատուների շրջանակը։ Բայց հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ ըստ էության այդ քննիչ հանձնաժողովը գործել է, եկել է բավականին հակասական կետի է ասել։ Ես ինքս միանգամից ասեմ, որ ծանոթացել եմ քննիչ հանձնաժողովի զեկույցին, շատ ասելիք կա այս մասով, ուղղակի բովանդակությունը, գաղտնիության ռեժիմը հնարավորություն չի տալիս շատ բարձրաձայնելու, բայց յուրաքանչյուր պարագայում կա իշխանությունների խոստումներն ու հավաստիացումները, որ այդ զեկույցը պետք է բավարարի թեմայի հիմնական շահառուներին, բայց ըստ էության իշխանությունների խոստումը չի տվել։ Ես ինքս առիթ ունեցել եմ սրա մասին հրապարակային խոսելու, նաև տարբեր ծնողների հետ այս մասով խոսելու, մեր խմբակցության մոտեցումը այս մասով շատ հստակ է, մենք օբյեկտիվ ենք համարում այդ պահանջը եւ մեր հնարավորությունների չափով սատարելու ենք այդ նախաձեռնության արդարացի հանգուցալուծմանը։ Երկրորդ մասով նաև ուզում եմ հիշեցնել, որ նաև երեք զուգահեռ
ակցիա էր տեղի ունենում գլխավոր դատախազության առաջ, որտեղ պատերազմում նահատակված մեր հերոսների ծնողներն էին հաղորդում ներկայացնում հանցագործության մասին, որը թեման վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի խորհրդանի ամբիոնից հնչեցրած հայտարարություններից, որոնք ըստ էության ոչ միայն քաղաքականապես են բավականին սնանկ, այլ նաև դրանք հակադրության մեջ են նախկինում նրա արած տարբեր հայտարարությունների հետ, բայց ծնողները եւ նրանց աջակցող նաև իրավական թիմը բնականաբար ունի այդ օբյեկտիվ հիմքերը եւ անկախ այն հանգամանքից, որ մեր երկրում այսօր շատ դժվար է խոսել օբյեկտիվ քննության մասին, խոսել իրավապահ համակարգի օրենքի շրջանակներում գործելու մասին, բայց ամենայն դեպս ես ինքս եւս ինչպես տարբեր այլ առիթներով ինքս նաև սատարում եմ այդ նախաձեռնությանը պայքարին, որոնք ծնողները սկսել են պատերազմից հետո եւ վճռական են դրանք իրենց ավարտին հասցնելու մասով։ Եվ երրորդ դրույթը, որին ուզում եմ անդրադառնալ, դա վերաբերում է մի թեմայի, որը կարծես թե հավերժ է դարձել այդ պատերազմյան փուլում եւ բավականին ակտիվացել է 23 թվականի Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո։ Խոսքը վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ մասնավորապես իշխող ուժի առաջնորդի հնչեցրած այն մոտեցմանը, որ արցախցիները փախել են, ընդ որում այս թեման տարբեր փուլերում, տարբեր տրամաբանության մեջ որոշակի տրանսֆորմացիա է ենթարկվել, բայց դրանից իր էությունը չի փոխվել։ Սա հետ կապված, գիտեք, բազմաթիվ գնահատական մեկնաբանություններ կան, որոնք տարբեր կոշտության եւ սրության մեջ կարելի է ներկայացնել, բայց մեկ հարցադրում եմ ուզում անել, որը միգուցե հռետորական է, միգուցե հռետորական չէ, որը հետեւյալն է. եթե 23 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունից հետո ճակերտավոր չկռված պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը, կամ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ երկուս Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր է բոլոր այն իրավիճակները, երբ որ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Այսինքն կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ 23 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Արցախի պաշտպանության բանակը ունեցել է շուրջ 250 նահատակության դեպք արձանագրված, առ այս պահը ընդհանուր առմամբ 33 մարդ անհետ կորածի կարգավիճակ ունի եւ իդեպ այդ մասով էլ որևէ էական աշխատանք իշխանությունը չի տանում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ մարդիկ պատերազմից առաջ 9-10 ամիս գտնվել են բլոկադայի մեջ, բոլոր առումներով խնդիրներով, էներգակիներից սկսած մինչև տարական էլեմենտար կյանքի ապահովման միջոցներ։ Դեռ չեմ խոսում քաղաքական այն հայտարարությունների մասին, որոնք ադրբեջանական հարձակման օրերին Հայաստանի իշխանություններն էին անում իրենց չմիջամտելու, որևէ կերպ չգործելու եւ ըստ էության դրանով նաեւ կանաչ լույս վառելով ադրբեջանական ագրեսիայի, իսկ հետագայում դրա լեգիտիմացման մասով եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ չկա որևէ բանական մարդ կամ եթե կա նույնիսկ իրենց թիվը շատ ավելի փոքր է, որը ստեղծված իրավիճակում իրողությունները օբյեկտիվ դիտանկյունով չի կարողանում գնահատել եւ իր համար հստակ չէ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ինչի են ուղղված եւ իրականում ինչ խնդիրներ են լուծում։ Շնորհակալություն։ Ազատություն։ Շնորհակալ եմ։ Պարոն Աբրահամյան, ձեր տեսակետն եմ ուզում իմանալ, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, եթե նոր սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանեն, այս հայտարարության վերաբերյալ ձեր գնահատականն եմ ուզում իմանալ եւ եթե սահմանադրության նախագիծը հասնի հանրաքվեի, դուք ինչ դիրքորոշում եք ունենալու, ոչի ճակատում եք լինելու։ Իշխող ռեժիմը առաջնորդվելով ադրբեջանական նախապայմաններով եւ թելանդրանքով նպատակ է դրել
սեփական վերարտադրությունը ապահովելու ճանապարհին կատարել ադրբեջանական այդ թելադրանքը։ Հիմա հրապարակային առումով Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է ոչ թե հայ հանրությանը, այլ Բաքվին, որ ինքը ամեն գնով հասնելու է Ադրբեջանի կողմից ներկայացված դրույթների կատարմանը։ Կարծում եմ, որ շատ պարզ է։ Երկրորդ հերոստալիկ։ Պարոն Աբրահամյան, անդրադառնալով ձեր վերջի մտքին, ձեր ներածական խոսքի, Փաշինյանը երեք հայտարարեց, որ ես չեմ ասում արցախցիներն են փախել, ասում եմ Ղարաբաղի էլիտան է փախել։ Ինչպես կանդրադառնաք այս մտքին։ Գիտեք, Փաշինյանը արտաքուստ, որ մի հատ ինչ-որ պահի կարծես թե պատասխան էր գտել, դա իր ներողություն խնդրել էր հրապարակային, թեև դրանից հետո հետևեց իր հետ աֆիլացված անձանց եւ նաեւ լրատվամիջոցների հարձակմանը, կոնկրետ մետրոյի միջադեպով, բայց ես առնվազն այդ մասով որոշակի լավատեսություն ունեի, որ գոնե այդ փուլում թեման այլևս չի շարունակվի։ Բայց գիտեք, կարելի է տարբեր փուլերում ըստ իրավիճակի գնահատել, թե փախուստի դիմացները կամ փախուստի դիմողները ովքեր են իրականում եղել։ Հայաստանի իշխանությունն է, որ քաղաքական իրավիճակից եւ կոնյունկտուրայից ելնելով փախչել է առաջին հերթին իր սկզբունքներից, իր մոտեցումներից։ Հենց մենակ այն հանգամանքը, որ նույն Արցախի հետ կապված Փաշինյանը 3 անգամ դիրքորոշում է փոխել 2018-ին հավաստիացնելով, որ իր մոտեցումները հիմնված են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, 19-ին ինքը Արցախը Հայաստան էր հռչակում համարելով, որ Արցախի ապագան Հայաստանի հետ է, իսկ հետո սկսեց հավաստիացնել մարդկանց, որ ճիշտ ճանապարհը դա Արցախի ադրբեջանացումն է։ Իդեպ մի զավեշտալի բան էլ այս մասով գրանցվեց։ Կար մի ժամանակ, երբ որ հիշում եք տարբեր պաշտոնատար անձինք նույնիսկ վախենում էին Արցախ բառը արտահայտելու, այն մարդիկ, ովքեր Արցախ էին արտահայտում, հետո արագ իրենց ուղում էին ներողություն էին խնդրում նույնիսկ Արցախ բառը օգտագործելու համար։ Նույն մետրոյում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Արցախ ձևակերպումներ օգտագործում, բայց այդտեղ մեծ առումով խնդիրը որն էր Արցախի սահմանադրության մեջ Արցախի հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այդ հասկացությունները դրանք նույնական են եւ այս տեսանկյունից այդտեղ երկիմաց որևէ բան նույնիսկ չի էլ ստեղծվում։ Եթե վերադառնամ ձեր ասած ձեր հարցադրմանը, ապա գիտեք, երբ որ մարդը պարտվում է, երբ որ մարդու քաղաքական գծի կամ նրա քաղաքական ուժի քաղաքականության հետևանքը հազարավոր զոհերն են լինում, վիրավորները, անհետ կորածները, գերեվարվածները, տարածքային կորուստները, երկու ճանապարհ ունի, կամ ներողություն խնդրելու, հրաժարական տալու, սպասելու, թե իրավական ինչ պրոցեսներ կլինեն իր այս կամ այն գործողության հետ կապված, կամ անարդյունք պայքարելու, փորձելու ցույց տալ, որ ինքը ստեղծված իրողությունների եւ ողբերգության շղթայի հետ որևէ առողջություն չունի։ Փաշինյանը ընտրել է երկրորդ անարդյունք ճանապարհը, որը իրեն որևէ լավ տեղ չի տանելու։ Սիբիկեյը։ Կարծում պարոն Աբրահամյան, մի դիտարկում, եթե թույլ տաք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե չեմ սխալվում, զբաղված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, այնպես որ Լեռնային Ղարաբաղ տերմինը կարծեք թե միջազգային հանրության կողմից ընդունված ձևակերպում է, ուրիշ բան, որ այո, Լեռնային Ղարաբաղի սահմանադրության մեջ, կարծեմ 17 թվականին ընդունված, զուգաձև երկրորդ ձևը կիրառվեց Արցախի հանրապետություն։ Այո, ճիշտ է, նույնական են Լեռնային Ղարաբաղ եւ Արցախի հանրապետություն ձևակերպումները։ Հիմա հարցերս քանի որ բարձրացրեցի այս թեման, թույլ տվեք հարցնել պարոն Աբրահամյան, դուք եւս համարում եք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքը իրատեսական է իրացնել առաջիկա տասնամյակի ընթացքում, եթե այո, խնդրում եմ ասեք, ինչ մեխանիզմով, ինչ ռեժիմով Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները ինչ կարգավիճակով պետք է վերադառնան չճանաչված պետության քաղաքացիներ որպես թե ռեինտեգրացիայի պլանի տրամաբանության շրջանակներում, որը եթե չեմ սխալվում 23 թվականի օգոստոսին հրապարակվել էր պարոն Լավրովի կողմից, դա իհարկե հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը
հանրայնացրեց եւ երրորդ հարցը քաղաքական արդեն իսկ ձևավորված բևեռներին է վերաբերում, ընդդիմադիր բևեռների մասին է խոսքը։ Ձեր դիտարկման, պարոն Աբրահամյան, որ ընդդիմադիր բևեռներն են պառակտում ընդդիմադիր դաշտը եւ փոշիացնում ընդդիմության ձայները։ Շնորհակալություն։ Տեսեք, եթե որևէ բան մոռանամ, խնդրում եմ ինձ հիշեցնել, որովհետև հարցերը շատ են եղել։ Երբ որ մենք խոսում ենք արցախցիների իրավունքների բարձրաձայնման կամ դրա իրացման մասին, պետք է մի բան շատ հստակ հասկանանք։ Ղարաբաղյան շարժումը, որը մեկնարկել է, դա առաջին հերթին ուղղված էր մարդկանց իրավունքների, հավաքական իրավունքների իրացմանը։ Դրա հիմքում դրված էր ինքնորոշման իրավունքը, որը արտահայտվում էր մի կողմից քաղաքական գործընթացներով, մյուս կողմից արդեն 89-ից սկսած ռազմական գործողությունները, որի ակտիվ ֆազան 91-94 թվականներն էր։ Հիմա արցախցիները ունեն հստակ ձևակերպված պահանջ, դա իրենց բնորանում, պատմական բնորանում ազատ անկախ ապրելու իրենց մոտեցումներ։ Հայաստանի տարբեր իշխանությունները, նախորդ իշխանությունները, գործողը եւ հաջորդ եկող բոլոր իշխանությունները ունեն երկու ճանապարհ՝ աջակցելու այդ իրավունքի իրացմանը կամ խոչընդոտելու, բայց ինչքան էլ որ բարթացնես արցախցիների պայքարը, իրենց բնակավայրեր վերադառնալու առումով, իրենց կյանքը անվտանգ կազմակերպելու տեսանկյունից միջազգային իրավունքը այդ տեսանկյունից ոչ չեզոքացվելու է, ոչ էլ վերացվելու է։ Հիմա Հայաստանի նախորդ կառավարությունները աջակցել են արցախցիների ոչ միայն ինքնորոշման իրավունքի իրացման process-ին, այլ նաև անվտանգության երաշխավոր են եղել այս մասով։ Հիմա Հայաստանի այս կառավարությունն ասում է, որ մենք այստեղ անելիք չունենք եւ Արցախը համարում է ադրբեջանական։ Եվ կրկնում եմ, որքան էլ նա դրանով բարթացնում է արցախցիների պահանջները իրավունքի իրացման տեսանկյունից, այդ գործընթացը ինքը իրենով չի կարող չեզոքանալ։ Այսինքն Հայաստանում ապրող մարդիկ չեն, որ պետք է ինչ-որ մեկի բերանը փակեն կամ առավել եւս միջոցներ գործադրեն, որպեսզի այդ մարդիկ իրենց պահանջները որևէ ձևով չներկայացնեն։ Իդեպ, երբ որ նախորդ տարեվերջին հրապարակվեցին որոշակի հատվածական այն, բայց համենայն դեպս վերջին 10 տարվա բանակցային փաստաթղթերը ըստ էության ամբողջությամբ մեջ կային, նաև դրանում ակնհայտ երևում էր, թե process-ը ինչպիսի տրանսֆորմացիաներ էր ենթարկվել, ինչպիսին էր ինքնորոշման իրավունքի դերը։ Նույնիսկ այնտեղ այդ փաստաթղթերում որոշակի մանրամասներ կար այն պետական մարմինների, որոնք պետք է գործեին ինքնապաշտպանական ուժերից միջև դատական, գործադիր, օրենսդիր մարմիններ եւ այլն եւ այլն։ Այսինքն կար process, կար նկարագրություն, կար բանակցային գործընթաց եւ իդեպ նաեւ այդ բանակցային փաթեթներում նաեւ ներկայացված էր այն դիրքորոշումը, որը արտահայտված էր։ Ես չեմ կարծում, թե արցախցիները որևէ պարագայում կարող են գնալ ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը եւ ապրել այդ պայմաններով, որը Ադրբեջանն է ասում։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք վերադարձի մասին, շատ կարևոր է արձանագրել, որ խոսքը վերաբերում է հավաքական վերադարձին, որովհետև այդ հավաքական բառը պատական չի օգտագործում, որովհետև մի քանի 100 կամ մի քանի 1000 մարդու ուղակի վերադարձը այնտեղ, դա լրիվ այլ process-ի է հանգեցնելու, որը կամ բերելու է նոր ցեղասպանության կամ նվազագույնը նոր բռնագաղթի։ Բնականաբար հավաքական առումով վերադարձն է անհրաժեշտ անվտանգային մեխանիզմների առումով, որը կարող է հնարավորություն տալ այդ մարդկանց վերադառնալու իրենց կյանքի բնականon հուն։ Եթե կա որևէ մարդ նույնիսկ ընտրական process-ների ժամանակ, որ կարող է խոստանալ կամ հայտարարել, թե ինքը գիտի դրա հեշտ ճանապարհը կամ կարճ ճանապարհը, նման բան գոյություն չունի։ Դա նշանակում է, որ կամ մարդը խաբում է, կամ այդ մարդը պարզապես process-ներից որևէ բան գլուխ չի հանում։ Բայց մեկ բան պետք է անհրաժեշտ արձանագրել. արցախցիների պայքարը, որը հիմնված է միջազգային իրավունքի հիման վրա, չպետք է որևէ ձևով խոչընդոտվի։ Քաղաքական ուժերը հաջորդ բոլոր կառավարությունները կարող են պետք է միջազգային իրավունքի շրջանակներում աջակցել, բայց հակառակը խոչընդոտելու, վնաս հասցնելու, առավել եւս թիրախավորելու կամ այդ մարդկանց ատելության օբյեկտ դարձնելու համար բնականաբար ամբողջությամբ անթույլատրելի է։ Ներքաղաքական հետ կապված մեր հասարակությունը կարծում եմ ներքաղաքական
Այն ինչ որ արտահայտում է հանրապետականը, դրանք հրապարակային է եւ ըստ անհրաժեշտության դրանք հնչեցվում են, բայց հասարակությունը ինքը գնահատում է ներքաղաքական իրադարձությունների տրամաբանությունը եւ նաեւ ընտրական process-ներում իր գնահատականը այդ ամենին հնչեցնում է, այստեղ առավել ավելացնելու բան պարզապես չունեմ։ Շնորհակալություն, չէ, ժամանակը արդեն վերջացել է։ Համատեքստում, որ դուք այդ իրավունքի իրացումը տեսնում եք չճանաչված պետության կարգավիճակով Լեռնային Ղարաբաղի բնակության իր բնակության նախկին վայր վերադառնալ, այսինքն վերադառնում ենք Արցախ, հետո իրացնում ենք ինքնորոշման իրավունքը։ Իմ խոսքը պետք է ընդունել այնպես, ինչպես ես հնչեցնում եմ։ Այստեղ մեկ հավելում կարող եմ միայն անել, process այն ինչ որ սկսել է 90-ականներին, որոնք դրված են եղել առաջին հրապարակված հայտարարություններում, փաստաթղթերում, բանաձևերում, եւ որոնք 3 տասնյակի ընթացքում որոշակի տրանսֆորմացիա են անցել, դրանք առաջին հերթին ինչ են ցույց տվել։ Դրանք ցույց են տվել, թե ինչպես կարելի է գործընթացը ամենաբարդ փուլից բերել եւ մոտիկացնել մեր ընդհանուր մոտեցումների եւ տրամաբանությունների շրջանակին։ Այս process-ը հեշտ չի լինելու, բարդ չի լինելու, բայց խնդիրը այն է, որ ամենակարևորը, որ դա հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ մարդկանց պահանջը, ակնկալիքները եւ պայքարը ամբողջությամբ այդ տրամաբանության ներքո են։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մի անգամից կարող ենք անցնել հարցերին, որ ձեր ժամանակը հնարավորինս շատ լինի հարցեր տալու համար, խնդրում եմ։ Ազատություն։ Շնորհակալ եմ, խնդրում եմ ասել, խոսվել է նրա մասին, որ նոր սահմանադրության նախագիծը իշխող քաղաքացիական պայմանագրում պետք է քննարկվի, արդյոք արդեն այդ քննարկումը եղել է եւ կարող ենք ասել արդյոք նախաբանը արդեն կա եւ նախաբանում կա անկախության հռչակագրին հղումը եւ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե չանցնի սահմանադրության նախագիծը նորից հանրաքվե կլինի, կարող եք մի փոքր բացել ինչ նկատի ունի, այսինքն եթե չանցնի անընդհատ հանրաքվե կլինի եւ ինչքան եք պատրաստվում սահմանադրության հանրաքվե անել, շնորհակալ եմ։ Ձեր վերջին հարցը շատ տեսական հարց է, այս փուլում դրան ես չեմ պատասխանի, բայց կպատասխանեմ ձեր առաջին հարցին, առայն որ սահմանադրության նոր սահմանադրության տեքստը դեռևս քննարկման փուլում է, խմբակցության հետ էլ է այո քննարկվում, մեկ հանդիպում եղել է արդեն, սրանք աշխատանքային քննարկումներ են, երբ որ մենք կհասնենք այն փուլին, երբ որ ուրեմն քննարկումները կավարտենք եւ հրապարակման ենթակա տեքստը կլինի, այդ հրապարակումը կլինի եւ արդեն քննարկումները էլի կշարունակվեն արդեն հանրային լայն տիրույթում եւ յուրաքանչյուրը թե դուք, թե փորձագիտական համայնքը, թե քաղաքական համայնքը, թե մեր քաղաքացիներն իրենց դիրքորոշումներն, կարծիքները կհայտնեն նոր սահմանադրության վերաբերյալ եւ ըստ այդմ աշխատանքը արդեն հրապարակային փուլում կշարունակվի։ Հիմա ինչ կա դրանք աշխատանքային փաստաթղթեր են, ես տեսա, որ ինչ որ տարբեր դրվագներում որոշ լրատվականներ ինչ որ բաներ էին հրապարակել։ Հիմա մենք գտնվում ենք աշխատանքային փուլում տարբեր ուրեմն հրապարակումներին, ես խնդրում եմ մեր քաղաքացիները չտրվեն, այլ հետևեն պաշտոնական հաղորդագրություններին։ Շնորհակալ եմ։ Եթե լիներ, կլիներ, հիմա եթե չկա, ուրեմն չկա։ Դեռևս աշխատանքային քննարկումներ են, խնդրեմ Տիկին Մինասյան։ Մի փոքր ավելացում անենք այս մասով, շատ կարևոր դիտարկում է եղել նաև երեք, որ այնպիսի տրամադրություն եւ այլ խոսակցություններ են գնում դաշտում, որ քաղաքացիական պայմանագիրն է որոշում կայացնում նոր սահմանադրության վերաբերյալ։ Դա մեր առաջարկն է հանրությանը եւ մենք շատ բաց, հստակ ասում ենք մեր դիրքորոշումների վերաբերյալ եւ նախաբանի մասով եւ սահմանադրության այն կառուցակարգերի, որոնք գործող չեն, որովհետեւ ժողովուրդը չի քվեարկել այդ սահմանադրությանը։ Մեր գլխավոր նպատակն է ունենալ մեր հանրության հետ ուղիղ խոսակցություն, թե մենք ինչի ենք ուզում փոխենք սահմանադրությունը։ Հանրային ռադիո։
Շնորհակալություն։ Քիչ առաջ ձեր ընդդիմադիր գործընկերները ասացին, որ իշխանությունը խուսափում է անվանել այն երկիրը, որտեղից հիբրիդային միջամտություններ են լինում։ Ես խնդրում եմ արձագանքեք այս հայտարարությանը եւ իմ հարցը անհետ կորածների հարազատներին է վերաբերում։ Նրանք պահանջում են 44-օրյա պատերազմի մասին քննիչ զեկույցի հրապարակումը։ Հնարավոր է, որ ազգային ժողովում թեկուզ փակ ձևաչափով հանդիպում լինի եւ նրանց հետ քննարկվի այս զեկույցը եւ շփվել եք այս ընթացքում եւ ինչ են փոխանցում նրանք ձեզ։ Զեկույցի վերաբերյալ ձեր հարցին արձագանքեմ, տեսեք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ եւ դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ։ Սրա մասին մենք բազմիցս խոսել ենք։ Ինչ վերաբերում է անհետ կորածների ծնողների, հարազատների հետ աշխատանքին, մենք նրանց հետ բարբերական աշխատանք ենք իրականացնում եւ այս իմաստով ես կարծում եմ, որ ամեն բան արվում է մեր կողմից, ուրեմն նրանց նկատմամբ հոգատարության նաեւ իմաստով։ Սա է ձեր հարցի պատասխանը քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման վերաբերյալ։ Մյուս հարցին գործընկերուհիս կպատասխանի։ Նախ մեր ընդդիմադիրներին հորդորում եմ հասկանալ ինչ է հիբրիդային հարձակումը, հետո պնդումներ անել հիբրիդային հարձակումների հետ կապված, որովհետև մշտապես կեղծ լուր քաղաքական ընդդիմախոսների կողմից ինչ որ կեղծ պնդումները նրանք հիբրիդային հարձակումներ են որակում, այնինչ հիբրիդային հարձակումը ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության ներքո, որ դուք նշեցիք, այսինքն արտաքին միջամտությունը։ Արտաքին միջամտության տեսանկյունից տարբեր են երկրները եւ մենք տեսնում ենք շատ բացահայտ հստակ կերպով ասում ենք եւ ռուսական եւ թուրքական եւ ադրբեջանական տարբեր մամուլներում մենք տեսնում ենք եթե կոնկրետ հիբրիդային հարձակումները fake news-ի մասովի նկատի ունեք, մենք տեսնում ենք հրապարակումներ, որոնց արձագանքում է վարչապետի մամուլի խոսնակը, երեկել է տեղի ունեցել նման հարձակում, գիտեք, հրապարակումները տարբեր անանուն կայքերում են լինում կամ շատ հայտնի կայքի որևիցե տար փոփոխությամբ, որպեսզի շփոթեցնեն քաղաքացիներին եւ այն տեղեկատվությունը, որը վերաբերվում է վարչապետի ընտանիքին, մեր կառավարող ուժի մասին ինչ որ անհեթեթ պնդումներին, մենք աշխատում ենք պրոակտիվ կերպով հերքել մինչեւ հայկական մեդիա դաշտը կլծվի դրանով եւ ես հորդորում եմ նաեւ լրատվականներին, որպեսզի հետևեն այն հերքումներին եւ շարունակեն տարածել այդ տեղեկատվությունը, որը արտաքին միջամտություն է մեր երկրի ներքին գործերին։ Շնորհակալություն։ Սիվիկեյեմ Շնորհակալություն։ Իմ հարցը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը կապված խաղաղության հետ։ Պարոն Քոչարյանը իր վերջին ոդկասթում մասնավորապես հայտարարել է, թե ինձ համար պարզ է ինչու Նիկոլ Փաշինյանը չի ուզում խաղաղության երաշխիքներ։ Ինքն ուզում է այնպիսի խաղաղություն, որը կապվի միայն իր անվան հետ։ Իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չէ որևէ մեկի հետ, այլ ունի երաշխավորներ։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ Պարզաբանեք, Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում է սեփականաշնորհել այն խաղաղությունը, որը հաստատված է Հայաստանում։ Բավականին բարդ է Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած անձնավորության դատարկաբանություններին արձագանքելն էս իմաստով։ Ես նրան չեմ արձագանքի, հիմա ես խոսեմ այլ բանի մասին։ Հայաստանի Հանրապետությունը ունի խաղաղություն։ Եվ այդ խաղաղությունը մենք ամեն կերպ պետք է ամրացնենք եւ մեր ժողովրդի հետ տերենք կանգնելու այդ խաղաղությունը։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է։ Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է այդ խաղաղությունը։ Ռոբերտ Քոչարյանը սա լավ չի հասկանա, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի օրգանական եւ բնական կապ չունի հայ ժողովրդի հետ։ Դա ցույց է տալիս իր անցած կյանքը, իր գործողություններն ու որոշումները։ Նրա օրոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, Պողոս Պողոսյանի սպանությունը, ընտրությունների կեղծումը, ժողովրդին ծեծելը փողոցներում ամեն ընտրական process-ից հետո Ռոբերտ Քոչարյանը չի կարող եւ չունի որևէ օրգանական կապ հայ ժողովրդի հետ եւ խաղաղության հետ առհասարակ։
թե ներքին խաղաղության, թե արտաքին խաղաղության։ Նրա օրոք Հայաստանի Հանրապետությունում ոչ եղել է ներքին խաղաղություն, ոչ արտաքին խաղաղություն։ Դրա համար լավ կլինի սուս մնա եւ հանգիստ նստի իր տեղը եւ ավել պակաս բաներ չխոսա։ Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած անձնավորությունը։ Եվ կրկնում եմ, խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է։ Խաղաղության հեղինակը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տերականգնելու իր իսկ կողմից ձեռք բերված խաղաղությանը եւ որևէ մեկը այս գործընթացին չի կարող խոչընդոտել։ Շնորհակալություն։ Մի փոքր ավելացում ես անեմ, երբ տեսնեք պարոն Քոչարյանին, խնդրում եմ հարց ուղեք նրան, երբ որ նա ասում է խաղաղությունը կախված է, Նիկոլ Փաշինյանը ուզում է որ կախված լինի իր անձից, արդյոք նա ուզում է որ մեր խաղաղությունը կախված լինի իր սիրելի երաշխավորից, ոնց որ կախված ա եղել այս տարիների ընթացքում։ Այդ հարցը շատ կարևոր է, էլի։ Երկրորդ հերոստալիկ։ Պարոն Հովհաննիսյան, դուք նոր ասացիք, որ խաղաղությունը կախված է հայ ժողովրդից։ Դուք նկատի ունեք ընտրություններում ձեզ ընտրելով։ Ներողություն։ Տերեկանգնելու, այո, դուք ասացիք, որ հայ ժողովուրդը տերեկանգնելու իր խաղաղությանը, այսինքն դուք նկատի ունեք հունիսի 7-ին ձեզ ընտրելով։ Այո, միանշանակ, այո, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տեր է կանգնելու խաղաղությանը, ազատությանը եւ ժողովրդավարությանը Հայաստանի Հանրապետություն։ Սա միանշանակ է եւ սա չի քննարկվում, որովհետեւ մնացած բոլոր ուժերի քիչ թե շատ հաջողության դեպքում ուրեմն Հայաստանի Հանրապետությունը կրկին կանգնելու է նույն իրավիճակի առաջ, ինչի առաջ որ կանգնած էր 2017-18 թվականներին։ Դուք ասում եք, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին չվերընտրվի, չէ, դուք չհաղթեք, կլինի աղետաբեր պատերազմ։ Ես դա ասում եմ։ Չէ, այս պահին չէ, դուք եւ ձեր թիմի տարբեր անդամներ այդ մասին ասել եք բառացի եմ ցիտում, որ կլինի աղետաբեր պատերազմ։ Հարցս հետեւյալն է. գուցե դուք օրենքով ամրագրեք, որ քաղաքացիական պայմանագիրը հավերժ մնա իշխանության եւ լինի հավերժ խաղաղություն, այդ դեպքում բոլորս կապրենք խաղաղ ու երջանիկ։ Ես կառաջարկեի ձեր առաջարկը վերափոխեիք, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը մնա հավերժ իշխանության, այլ իշխանության չգան այն ուժերը, կարելի է օրենքով ամրագրել, չէ՞, առաջարկ արեք այդ ուժերին։ Այն ուժերը, որոնք ուզում են խաղաղությունը տորպեդահարեն, որոնք ուզում են արդեն կայացված որոշումներն ու կնքված պայմանագրերը ռևիզիայի ենթարկեն, որոնք ուզում են մեկ կենտրոնից կախվածություն ունենան, որոնք ուզում են հավերժ միայն իրենց սիրելի կայսրությանը հպատակության երթում տան, այդ ուժերին կարելի է օրենքով արգելել մասնակցել ընտրություններին, բայց բնականաբար սա հեգնանքա ձեր հարցին երբեք Հայաստանի Հանրապետությունում նման բան չի կարող տեղի ունենալ, որտեղ մենք ժողովրդավար պետություն ենք։ Հարցեր, եթե կան, չկան, շնորհակալություն։